Արտար Հայաստան կուսակցությունը ևս մասնակցում է 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Կուսակցության նախագահը Նորայր Նորիկյանն է։ Վերջինս այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում խոսեց ոչ միայն իրենց ծրագրերից, այլ նաև կոչ արեց բոլոր թեկնածուներին լինել զուսպ։ Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ամաչում եմ, որ Հայաստանը երբևէ կառավարած եւ Հայաստանը կառավարող քաղաքական լիդերների կողմից նրանց միջև այսպիսի տոնայնությամբ շեշտադրումներով, վիրավորանքներով, անձնական թշնամանքի հասնող ուրեմն տրամադրվածությամբ քարոզարշավ է իրականացվում։ Ես ուզում եմ ուղղակիորեն զգուշացնել մեր ժողովրդին, որ մենք պետք է իսկապես թափվենք այսպիսի տրամադրվածությամբ լսելու այդ մարդկանց, որովհետև այդ մարդկանց քարոզչությունը ինձ բերել է մի հանգրվանի, մի համոզման, որ դժբախտաբար այդ մարդիկ կորցրել են բանականության եւ բարոյականության թույլատրելի կամ հատելի սահմանը։ Անընդունելի համարելով թեկնածուներից շատերի ելույթները, Նորայր Նորիկյանը ակնկալում է, որ քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերը կդրսևորեն լրջախոհություն, սթափություն, հավասարակշռվածություն ու հանրության հետ խոսելիս կներկայացնեն ռազմավարական ծրագրերը, որոնք միտված կլինեն մի շարք հարցերի լուծմանը։ Այդ 30 տարիներին այդ քաղաքական էլիտան, այդ քաղաքական վարչակազմերը ունեին բոլոր հնարավորությունները այնպիսի քաղաքական միտք գեներացնելու, որը հնարավորություն չէր տա այսպիսի կռախի առաջ կանգնեցնել հայ քաղաքական միտքը։ Տեսեք, թե առաջին նախագահը հաղթեց պատերազմում, բայց դե ֆակտո հաղթեց պատերազմում, բայց չկարողացավ իրագործել դե յուրե ամրագրել այդ պատերազմը։ Երկրորդ նախագահը իր վարած քաղաքականության արդյունքում դուրս մղեց Արցախին բանակցային գործընթացից եւ արդյունքում ինչ եղավ, խեղաթյուրվեց ամբողջ Արցախյան հակամարտության էությունը։ Երրորդ նախագահի գործունեության արգասիքը դա ըստ էության Կազանյան փաստաթուղթն էր եւ այսպես կոչված Լավրովյան պլանը։ Արդյունքում ինչ եղավ։ Առաջին նախագահը եւ երկրորդ նախագահը շատ հաջողությամբ խուսափեցին Արցախյան հարցի լուծման պատասխանատվությունից։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ուղղակի փախավ պատասխանատվությունից։ Ամբողջ այդ բեռը բարթելով Նիկոլ Փաշինյանի ուսերի, Նիկոլ Փաշինյանն էլ ամբողջությամբ տապալեց ու ձախողեց։ Մենք գալիս ենք ազգային համերաշխություն ու ներքին հանդուրժողականություն հաստատելու, այլապես մենք կարող ենք լրջագույն խնդիրների առաջ կանգնել, նշեց Նորիկյանը։ Արդար Հայաստան կուսակցությունը ցանկանում է փոխել ուժերի չափանիշը Հայաստանում, հենց այդ համերաշխության մթնոլորտի ձևավորման միջոցով։ Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում Արտար Հայաստան կուսակցությունը նպատակ ունի վերականգնել օրինականության գործընթացը, ստեղծել առողջ միջավայր, խոսեց նաև տնտեսական բարեփոխումների մասին։ Քաղաքականության միջոցով հասնել միջին խավի կայացմանը, որը նախ պետության ներքին կայունության առհավատչանը լինելու։ Երկրորդ կարևորագույն խնդիրը տնտեսության կառուցվածքի վերաբաշխման խնդիրն է։ Մեր նպատակ ունենք յուրաքանչյուր մարզում 5 տարվա ընթացքում երկու խոշոր ձեռնարկության վերաբացման կամ գործարկման արդյունքում փոխել այդ մարզի տնտեսական ընդհանրապես անձնագիրը։ Չի կարող մեղրի կոնսենսուս, մեղրի միջանցքի վերաբերյալ որևէ համաձայնություն լինել։ Կոմունիկացիաների ապաշրջափակմանը մենք կողմ ենք, կողմնակից ենք, դա հաղորդակցության հնարավորություն է տալու տնտեսական շրջափակումից դուրս գալու։ Հայաստանի Հանրապետությունը պետք է վարի հավասարակշռված եւ դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն։ Ի դեպ, Արտար Հայաստան կուսակցության համամասնական ցուցակում Շիրակի մարզը ներկայացված է 3 թեկնածուով։ Լուսինե Պողոսյան այսօր։